Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 27։ Մինչև երբ ով Տեր, աղաղակեմ ես և դու չլսես, աղաղակեմ դեպի քեզ զրկանք և դու չազատես։ Ամբակում 1:2 խոսք։ Տիրոջ ծառաները խորապես տարապում են, տեսնելով, թե ինչպես են գերակշռում անաստվածությունն ու բռնությունը, հատկապես նրանց շրջանում, ովքեր դավանում են ճշմարտությունը։ Ոչ ոք չի տատանվում չարիք գործել իր մերձավորների նկատմամբ։ Մենք պետք է փափագենք տեղափոխվել մի աշխարհ, որտեղ սրբությունն ու սերը հավիտյան թագավորում են, և ոչ մի բռնություն այլևս չենք տեսնի։ Աստված ունի բարի պատճառներ չարագործների նկատմամբ իր երկայնամտության, ինչպես նաև բարի մարդկանց խրատների համար։ Կգա օրը, երբ մեղքի աղաղակը կլսվի նրանց դեմ, ովքեր անիրավություն են գործում, և աղոթքի աղաղակը նրանց համար, ովքեր անիրավություն են կրում։ Նրանք պետք է նկատեին, թե ինչ էին անում քաղդեացիները հեթանոսների հետ և իրենց համարեին մի ժողովուրդ, որը կպատժվի նրանց կողմից։ Սակայն մարդկանց մեծ մասը ենթադրում էր, որ բարգավաճումը կշարունակվի կամ որ աղետները չեն գա իրենց օրերում։ Նրանք դաժան և տաքարյուն ժողովուրդ էին, կատաղի, անգութ և իրենց ճանապարհին ամեն ինչ իրենց ենթարկող։ Նրանք հաղթում էին բոլոր նրանց, ովքեր հակառակվում էին իրենց։ Բայց մեծ հանցագործությունն այն էր, և դա հպարտ մարդկանց համար սովորական հանցագործություն է, որ փառքը իրենց համար էին պահանջում։ Երբ Աստված կարծես թե ներում է չարերին և նույնիսկ հավանություն տալիս նրանց, թույլ տալով նրանց բարգավաճել իրենց չարության մեջ, դա ցնցում է արդար մարդկանց հավատքը և դառնում է նրանց համար դաժան գայթակղություն ասելու, թե իրավի որ իմ սիրտը զուր տեղն եմ սրբում և իմ ձեռքերը սրբությունով լվանում։ Սաղմոս 73:13 խոսք։ Եվ դա հաստատում է չարության մեջ նրանց, ովքեր ասում են, որ Աստված լքել է երկիրը։ Մենք չպետք է զարմանանք, եթե ամբարշտությունը թույլատրվում է հեռուն գնալ և երկար ժամանակ հաջողել։ Աստված ունի իր պատճառները, և մենք վստահ ենք, որ դրանք բարի պատճառներ են, թե չար մարդկանց հետաձգված պատժի և թե բարի մարդկանց խրատների համար։ Այդ իսկ պատճառով էլ մենք շարունակ աղաղակում ենք նրան և խոնարհաբար խնդրում նրա դատաստանները։